Մեկ մարդ, մեկ ընկերություն եւ մի ամբողջ համակարգ հովանավորչության եւ օրենքի խաչմերուկում։ Ինչպես ասում են, կոռուպցիան չի ճանաչում ոլորտներ, այն ներթափանցում է ամենուր, նույնիսկ այնտեղ, որտեղ շինարարությունը պետք է ծառայի հանրային շահին։ 2024 թվականի սեպտեմբերին հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է հերթական սխեման, այս անգամ շինարարության եւ քաղաքաշինության ոլորտներում։ Գործի կենտրոնում Գաշին ՄՁ ընկերության տնօրեն Հովհաննես Ասատրյանն է, ով կաշառքի միջոցով փորձել է տնօրինել ոչ միայն իր բիզնեսը, այլև օրենքը։ Նա ղեկավարում էր շինարարական ընկերություն, բայց իրագործում էր ոչ միայն շինարարական նախագծեր, այլ նաև կոռուպցիոն սխեմաներում էր ներգրավված։ Կաշառք հովանավորչության դիմաց, թողտվություն ապօրինի գործունեության համար։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի հենց այսպես է սկսվել այս քրեական գործ, որտեղ ընդգրկվել են Ասատրյանի գործունեության ողջ մանրամասները։ Բայց այս ամենի հետ առաջարկում եմ չմոռանալ, որ անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատական օրինական ուժի մեջ մտած վճռով։ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին հակակոռուպցիոն կոմիտեն նախաձեռնեց նոր քրեական վարույթ։ Քննությամբ պարզվել եւ հիմնավորվել էր, որ Գաշին ՄԶ ՍՊ-ի տնօրեն Հովհաննես Ազատի Ասատրյանը տարբեր դեպքերում հանդես է եկել կաշառք տալու եւ կաշառք տալու միջնորդությամբ, իր կամ իրեն մոտ կանգնած անձանց օգտին ապօրինի հովանավորչություն ստանալու նպատակով։ Ասատրյանի գործունեությունը տարածվել է թե պետական, թե մասնավոր ոլորտների վրա։ Պաշտոնատար անձանց շրջանում նրա թիրախում են հայտնվել Քաղաքապետարանի եւ Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներ, որոնցից նա ապօրինի փոխշահավետ պայմանավորվածություններով փորձել է ստանալ աջակցություն, որոշ թույլտվություններ եւ արտոնություններ։ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին հայ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի, 435-րդ հոդվածի եւ 437-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ թիվ 622 767 24 քրեական վարույթը։ Քրեական վարույթի նախաքանության ընթացքում պարզվել եւ հիմնավորվել է, որ Գաշին ՄԶ ՍՊ ընկերության տնօրեն Հովհաննես Ազատի Ասատրյանը որոշ դեպքերում կաշառք տալու, որոշ դեպքերում կաշառք տալուն օժանդակելու, որոշ դեպքերում նաև կաշառքի միջնորդությամբ հանդես է եկել ինչպես մասնավոր ոլորտում, այնպես էլ պաշտոնատար անձանց շրջանակներում, իր կամ իր մատնանշած անձի օգտին հովանավորչություն կամ թողտվություն կամ ապօրինի այլ գործողություն կատարելու համար, որոշ դեպքերում կաշառք գումարը տրվել է քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներին, որոշ դեպքերում կաշառք գումարները տրվել են քաղաքաշինության կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաներին, կաշառք գումարներ են տրվել մասնավոր ընկերությունների տնօրեններին, իօգուտ Հովհաննես Ասատրյանի կողմից մատնանշված անձի նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելու նպատակով։ Մասնավոր հատվածում Ասատրյանը կաշառքի միջոցով կապեր է հաստատել տարբեր ընկերությունների ղեկավարների հետ, փորձելով ազդել որոշումների վրա եւ իր վերահսկողության ներքո պահել մի շարք որոշումներ։ 2025 թվականի մայիսի 20-ին Հովհաննես Ասատրյանը եւ եւս 14 անձինք կաշառք տալու, կաշառք ստանալու եւ կաշառքի միջնորդության համար դատարան ներկայացնելու հիմքով ձերբակալվել են։ 15 անձանցից 13-ի նկատմամբ ընտրվել է խափան միջոց կալանքը, մեկի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։ Մյուսի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի կիրառվել, դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը, որի նկատմամբ եւս հետագայում կիրառվել է բացակայելու արգելք այլընտրանքային խափանման միջոցը։ 2025 թվականի սեպտեմբերի 27-ին սույն քրեական վարույթով կազմվել է մեղադրական եզրակացություն եւ այն հաստատելու միջնորդությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն իրավասու դատարան հանձնելու միջնորդությամբ։ Ասատրյանի գործով դրվագները մեկը մյուսից հետաքրքրական են, փաստաթղթերի կեղծիքներ, մի շարք ապօրինի գործողություններ, որոնք բացահայտվել են թվային խուզարկությունների եւ գաղտնի քննչական մի շարք գործողությունների արդյունքում։ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին կաշառք տալու դրվագն է եղել, որով որ գովազդի վահանակը թաքցնելու, այն իրական չափսերին չհամապատասխանելու ենթադրյալ իրավիճակը քողարկելու եւ նմանատիպ նույն ձևի թողնվելու համար է տրվել կաշառք գումար։ Մյուս դրվագներից առավել հետաքրքիր նաեւ պաշտպանության նախարարության կարիքների համար անհրաժեշտ գազաբաշխիչ կայանի
կառուցումն է եղել լիճ համայնքում, որն ըստ էության չի համապատասխանել նշված ստանդարտներին, փաստաթղթեր են կեղծվել, որոնց շրջանակում մեղադրյալ Հովհաննես Ասատրյանը կաշառք գումար է տվել ՍՊ ընկերության ներկայացուցչին։ Բացի այդ, նշեմ նաև մեկ այլ դրվագ, որի վերաբերյալ ցանկանում եմ ընդգծել, որ քաղաքաշինության կոմիտեի պաշտոն զբաղեցնող անձին կաշառք գումար են տրվել իօգուտ Հովհաննես Ասատրյանի հետին թվականով կեղծվել է պայմանագրեր, որոնց հիման վրա կատարվել են արդեն հետագայում ապօրինի գործողություններ։ Ուշագրավ դրվագներից մեկով Հովհաննես Ասատրյանը նախապես համաձայնության է եկել ոստիկանության կոմունալ շահագործման վարչության առաջատար մասնագետների հետ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կարիքների համար հայտարարելով կեղծ մրցույթ, որի ժամանակ ինքը ճանաչվել է հաղթող։ Հովհաննես Ասատրյանը կաշառք է տվել ներքին գործերի նախարարության ոստիկանության կոմունալ վարչության առաջատար մասնագետներին իր օգտին ապօրինի գործողություններ կատարելու եւ հայտարարված մրցույթը իր կողմից հաղթելու կապակցությամբ։ Բացի այդ, ցանկանում եմ նաեւ նշել մեկ այլ դրվագ, Հովհաննես Ասատրյանը խոստացել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզային զինվորական կոմիսարիատի բարձրաստիճան պաշտոնյային կաշառք գումար տրամադրել իր մտերիմ Էդուարդ Հարությունյանի քրոջ որդուն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու նպատակով։ Քննությամբ նաև պարզվել է, որ Ասատրյանը իր որդու միջոցով խոշոր չափերի կաշառք գումար է տվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին Massive Park բազմաբնակարան շենքի գազաբաշխիչ կայանի վերակառուցման համար։ Տվյալ թույլտվությունը, գազաբաշխիչ կայանի կառուցման համար թույլտվությունը տրված է եղել քաղաքապետարանի կողմից 2018-2019 թվականների համար, մինչդեռ նշված ժամկետը անցել է եւ ըստ էության հնարավոր չի եղել կատարել այդ շինարարական աշխատանքները, որի արդյունքում նոր թույլտվություն ստանալու կապակցությամբ Հովհաննես Ասատրյանը խոշոր չափի կաշառք գումար է տվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին նոր թույլտվություն ստանալու եւ գազաբաշխիչ կայանը կառուցելու նպատակով։ Իմ կողմից թվարկված բոլոր մասերով իրականացվել են անհրաժեշտ վարորդային եւ ապացուցողական գործողություններ, իրականացվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքներով հիմնավորվել է Հովհաննես Ասատրյանի եւ քրեական վարույթով անցնող մյուս մեղադրյալների մեղադրանքները, կատարված քննչական եւ վարորդային գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցները համադրելով օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքների հետ վարորդին իրականացնող մարմինը հանգել է հետեւության առ այն, որ Հովհաննես Ասատրյանին վերագրվող մեղադրանքը հիմնավոր է, ուստի եւ նրա դատապարտումը մեծապես հավանական է։ Հետևաբար նման պայմաններում կազմվել է մեղադրական եզրակացություն եւ ուղարկվել հսկող դատախազին այն հաստատելու եւ իրավասու դատարան հասնելու միջնորդությամբ։ Գործի վերաբերյալ Հովհաննես Ասատրյանի դիրքորոշումն իմանալու համար մենք փորձեցինք կապ հաստատել վերջինիս պաշտպանությունը ստանձնած փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հետ։ Տևական ժամանակ մենք հետաձգեցինք նյութի հեռարձակումը, հույս ունենալով, որ պաշտպանի հեռախոսահամարը ի վերջո հասանելի կդառնա։ Փորձեցինք վերջինիս հետ կապ հաստատել նաեւ համացանցով, սակայն մեր բոլոր փորձերը ձախողվեցին։ Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակում է բացահայտել այն սխեմաները, որոնք ստվերում են մեր տնտեսությունը եւ խաթարում արդար մրցակցությունը։ Հարկային տեսուչներ, ովքեր կոչված են հսկելու օրինականությունը, սակայն սայթակում են սեփական լիազորությունների սահմաններից, ընկնելով եւ ընտրելով հանցավոր ճանապարհը։ Կա շարք պաշտոնական կեղծիք պետությանը պատճառված վնաս։ Մարդիկ, ովքեր պետք է ծառայեին օրենքին, դարձել են դրա խախտողները։ Այսօրվա թողարկման ընթացքում մենք բացահայտում ենք հերթական կոռուպցիոն գործարքը, որի հետևանքով պետությունը զրկվել է իր օրինական եկամուտներից։ Ինչ մեխանիզմով է գործել կաշառքի շղթան, ովքեր են եղել դրա ակտիվ մասնակիցները եւ ինչ հետևանքներ է դա թողել ոչ միայն բյուջեի, այլև հանրային վստահության վրա։ Պատմություն, որը հերթական նախազգուշացումն է, կոռուպցիան որքան էլ քողարկված եւ համակարգային է, վաղ թե ուշ բացահայտվում է իր ողջ ծավալով։
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում բացահայտվել է հերթական կոռուպցիոն հանցագործությունը պետական համակարգում։ Քննությամբ պարզվել է, որ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության վարչության գլխավոր հարկային տեսուչը ծառայողական պարտականությունները կատարելու փոխարեն օգտագործել է իր դիրքն ու լիազորությունները սեփական շահերի համար։ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Հայաստանյան Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հանձնարարությամբ տնտեսվարողի մոտ նշանակվել է հարկային ստուգում, մասնավորապես աշխատողի օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունումը գրանցելու եւ հայտերի գրանցումը ճիշտ կազմակերպելու վերաբերյալ տրվել է հանձնարարական, որի կատարումը հանձնարարվել է նույն ստորաբաժանման 3 աշխատողների գլխավոր հարկային տեսուչի, ավագ հարկային տեսուչի եւ հարկային տեսուչի։ Հարկային ստուգման ընթացքում պարզելով, որ բետոնի արտադրությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերը մի շարք աշխատակիցների ընդունել է առանց աշխատանքային պայմանագրերի, պաշտոնյան իրավախախտումը չարձանագրելու եւ ապօրինի գործունեությունը շարունակելու դիմաց նրանից ստացել է կաշառք։ Հանձնարարագրի հիման վրա ստուգումն իրականացնելու համար նշված պաշտոնատար անձին կորերանց ներկայացել են տնտեսվարողի գործունեության վայր, որտեղ գլխավոր հարկային տեսուչը պարզելով, որ տնտեսվարողին պատկանող արտադրամասում առանց աշխատանքային պայմանագրի փաստացի աշխատանքային գործունեություն են իրականացել հարկային պայմաններում գրավոր չձևակերպած անձինք արկա իրավախախտումը չարձանագրելու եւ հետագայում ապօրինի համագործակցությունը նույն ձևով շարունակելու համար համաձայնություն է ձեռք բերել կաշառք ստանալու շուրջ։ Սակայն այդքանով չսահմանափակվելով գլխավոր տեսուչը գործելով դախնական համաձայնությամբ երկու այլ հարկային տեսուչների հետ կազմել է ակնհայտ կեղծ տվյալներ պարունակող փաստաթուղթ։ Այդ փաստաթղթում նշված ձեռնարկատիրական սուբյեկտում փաստացի աշխատող առնվազն 6 աշխատողի մասին տեղեկատվությունը միտումնավոր թաքցվել է։ Արդյունքում պետությունը զրկվել է ընդհանուր 1.500.000 դրամի չափով տուգանքներից, էական գույքային վնաս կրելով։ Այնուհետև նույն պաշտոնատար անձը գործելով խմբի կազմում ստուգմանը ներգրաված մյուս հարկային տեսուչների հետ, այսինքն ավագ հարկային տեսուչի եւ հարկային տեսուչի հետ կազմել եւ շրջանառության մեջ են դրել ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթուղթ, այն է կազմել են արձանագրություն, որտեղ նշված արձիում փաստացի աշխատող առնվազն 6 անձի գրանցված աշխատող չհանդիսանալու փաստը չի արձանագրվել։ Այսինքն արձանագրվել են միայն 8 չգրանցված աշխատողից 2-ին տվյալները։ Արդյունքում օրենքով սահմանված կարգով չեն կազմվել ընդհանուր 1.500.000 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ակտեր, չեն նշանակվել նույնչափ տուգանքներ, որի հետևանքով պետությանը պատճառվել է էական վնաս։ Այն է խաթարվել է հարկային ստուգման, ուրեմն օրենսգրքով նախատեսված ստուգման ընթացակարգը, չի իրագործվել հանձնարարագրի նպատակները, ինչպես նաև պետությանը պատճառվել է խոշոր չափերով 1.500.000 դրամի չափով գույքային վնաս չկազմված ակտերի տեսքով։ Տնտեսվարողը կաշառքի գումարը ըստ վարույթի նյութերի փոխանցել է իր անչափահաս որդու միջոցով։ Հավաքված ապացույցների հիման վրա պետեկամուտների կոմիտեի 3 պաշտոնատար անձանց առաջադրվել են մեղադրանքներ կաշառք ստանալու, ծառայողական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Իր հանցավոր մտադրությունը եւ ձեռք բերված համաձայնությունը վերջնականորեն իրագործելու նպատակով 2024 թվականի հունիս ամսին ուրեմն տնտեսվարողը իր անչափահաս որդու օրենքով քրեական պատասխանատվության վնչեցակա անձի միջոցով գլխավոր հարկային տեսուչին է փոխանցել խոստացված կաշառքի մի մասը 155.396 դրամին համարժեք 400 ԱՄՆ դոլար գումարը։ Գլխավոր հարկային տեսուչը կալանավորվել է, իսկ կաշառք տված տնտեսվարողին ներկայացվել մեղադրանք։ Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին, այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակում է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմանն ուղղված գործողությունները մեկ նպատակով՝ ստեղծելու եւ պահպանելու արդար եւ մաքուր պետական համակարգ։ Երբ անցյալի անձնական հարաբերությունները մխրճվում են ներկայիս իրավիճակի մեջ եւ ինչ որ պահի կարող են պայթել բերելով
անդառնալի հետևանքների։ Էրեբունի թանգարանի դիմաց նախկին ամուսինների սովորական հանդիպումը վերածվեց սարսափելի միջադեպի։ Իրաքի Հանրապետության քաղաքացուն շրջապատեցին օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր անմիջապես բռնություն սկսեցին գործադրել։ Ծեծկրտուկն արագ վերածվեց հափշտակության, բռնության պահին քաղաքացուց հափշտակեցին դրամապավնակը, գումարը, բջջային հեռախոսը։ Փաստերը ցույց են տալիս, որ միջադեպը կապված է եղել ոչ միայն ամուսնական, այլ նաև արտաամուսնական հարաբերությունների բարդ շղթայի հետ։ Հոկտեմբերի 17-ին ոստիկանության կառավարման կենտրոն էր ստացվել ահազանգ։ Երևանում Էրեբունի թանգարանի դիմաց տեղի էր ունեցել ծեծկրտուկ, որը վերածվել էր հափշտակության։ Անմիջապես դեպքի վայր էին մեկնել ոստիկանության օպերատիվ խմբերը։ Նախնական տվյալներով պարզվել էր, որ միջադեպը կապված է եղել ընտանեկան անցյալի եւ անձնական հարաբերությունների բարդ շղթայի հետ։ Քննությամբ պարզ դարձավ, որ Իրաքի Հանրապետության քաղաքացին, ով գտնվում էր Հայաստանում, այդ օրը պետք է հանդիպեր իր նախկին կնոջը, որը նույնպես օտարերկրյա քաղաքացի է։ Հանդիպումը, որը ըստ նախատեսման պետք է լիներ խաղաղ զրույց, վերածվել էր բուռն կոնֆլիկտի։ Կնոջը հանդիպման ուղեկցել էին մի քանի օտարերկրյա տղամարդիկ։ Հենց նրանց մասնակցությամբ էլ բռնկվել էր վիճաբանություն, որը արագ վերածվել էր ֆիզիկական հաշվեհարդարի։ Թվականի հոկտեմբերի 17-ին ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի թանգարանի դիմաց տեղի ունեցել ավազակային հարձակում։ Նշված ահազանգի կապակցությամբ քրեական ոստիկանության աշխատակիցները պարզել էին, որ Իրաքի Հանրապետության քաղաքացին հանդիպել է իր նախկին կնոջ հետ, ով նույնպես օտարերկրյա քաղաքացի է։ Պատճառը եղել է երեխաների հետ կապված հարցերը, որի ընթացքում նախկին կինը կանչել է իր ծանոթներին 3 հոգի, ովքեր նույնպես հանդիսանում են օտարերկրյա քաղաքացիներ, եւ նշված զրույցի ժամանակ տվյալ քաղաքացիները Իրաքի քաղաքացուն բռնելով նրա ձեռքերը հարվածներ էին հասցրել եւ նրա մոտից հափշտակել էին գումար, դրամապանակ եւ բջջային հեռախոս։ Պարզվել է նաեւ, որ նախկին կինը հաջողել է միաժամանակ հարաբերությունների մեջ լինել մի քանի տղամարդկանց հետ, որոնցից ոմանք էլ հենց ներգրաված են եղել հանցավոր միջադեպին։ Դեպքից օրեր անց ոստիկանության Երևան քաղաքի քրեական վարչության աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ հետազոտական միջոցառումների արդյունքում բարձել էին նշված անձանց տվյալները եւ վերջիններից ձերբակալել եւ ներկայացել են Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ տեղափոխվել է վարույթ իրականացնող մարմին։ Սիրո պատմությունները երբեմն ավարտվում են ոչ թե հաշտությամբ, այլ հանցանքով։ Այս դեպքը եւս մեկ անգամ ապացուցում է, անձնական հարաբերությունների թեժացումը կարող է հասնել ընդհուպ մինչև բռնության, ոչ միայն տղամարդկանց, այլ նաեւ կանանց ձեռնարկմամբ։ Ծանուցում։ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եվ այս պահին կարևոր է իմանալ էջն է, որտեղ մենք ունենում ենք հյուր, ով նեղ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձ է եւ ձեր կողմից բարձրաձայնվող խնդիրներին եւ հարցերին տալու է սպառիչ պատասխան։ Եվ այսպես իմ այսօրվա հյուրն է իրավաբանական գիտությունների թեկնածու Երևանի պետական համալսարանի դասախոս փաստաբան Արսեն Հովհաննիսյանը։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Առաջարկում եմ հասկանալ, թե ինչ թեմայի մասին ենք խոսելու եւ թե ինչ խնդիր է առհասարակ մեր քաղաքացին առաջադրել մեզ։ Խնդրեմ։ Բարև ձեզ, կարևոր է իմանալ էջի համար մի հարց ունեմ, խնդրում եմ մասնագետի պատասխան։ Ին դեմ պետական եկամուտների կոմիտեն մեծ պատասխանատվություն նախատեսող ակտ է ընդունել։ Բնականաբար դա բողոքարկել եմ եւ երկար տարիներ է տևել ողջ գործընթացը։ Այդ ընթացքում իմ գույքերից ազատվել եմ, որովհետեւ նախ այդ ակտի հետ համաձայն չէի, հետո մտածում էի վատագույն դեպքում կգնամ սնանկության, որ հանկարծ գույքը ձեռքիցս չվերցնեն։ Վերջերս խոսեցի իրավաբաններից մեկի հետ, ինձ ասաց, որ ռիսկային է, որովհետեւ ինձ կարող են քրեական պատասխանատվության ենթարկել եւ համարել, որ ես կանխամտածված եմ գնացել սնանկության, ուզում եմ իմանամ արդյոք ինքը ճիշտ է, արդյոք նման վտանգ կա, որ ինձ կարող են պատասխանատվության ենթարկել կամ իմ գործողությունները կարող են համարել կանխամտածված սնանկություն։ Ես եմ գույք եմ ունեցել, ասենք գումար չեմ ունեցել այդ ընկերությունը աշխատացնելու, օտարել եմ, որ կարողանամ ներդրումներ անել ու կարողանամ բիզնեսս աշխատացնեմ, բայց այս տարիների ընթացքում չի ստացվել։ Ուզում եմ հասկանամ ինչ քայլերի կարող եմ հիմա դիմել, եթե այդ մեծ պատասխանատվություն նախատեսող ակտը մերժվի ու ստացվի, որ ես պետքա մեկա վճարեմ այդ գումարը, գնամ սնանկության, թե չէ։ Դասական օրինակ է, երբ քաղաքացիները փորձում են իրենց անձնական գույքի պահպանության համար ձեռնարկել որոշ քայլեր։ Խնդրեմ։
Տվյալ իրավիճակում նախ նշեմ, որ իրավաբանում քաղաքացին դիմելը շատ ճիշտ խորհուրդ է տվել ռիսկային լինելու առումով եւ միջև դրան անդրադառնալը մի կարեւոր հանգամանք եմ ուզում վկայակոչել, որ մեր հանրության մեջ կա ընդհանուր պատկերացում սնանկությունը վատ երևույթ է։ Բացասական երևույթ է։ Փաստական իրավիճակներից վերացարկվելով ցանկանայի նշել, որ սնանկությունը լավ իրավական գործիք է, եւ իրավական, եւ ֆինանսական։ Այսինքն սնանկությունը process է, որը հնարավորություն է տալիս անձին կամ կատարել իր պարտավորությունները, որոնք ինքը չի կարողանում անձամբ կատարել սնանկության վարույթով, կամ ազատվել։ Այսինքն ինքը վատ երևույթ չէ։ Վատ է դա չարաշահելը, շահարկելը եւ օրենքին հակասող նպատակներով օգտագործելը, որպիսի իրավիճակ է մեր քաղաքացու բարձրացած հարցը, երբ որ անձը ապագայում իր համար բացասական, ֆինանսական հետևանքներից խուսափելու համար ստեղծում է սնանկության հատկանիշներ։ Դա ընդհանուր միջև քրեական պատասխանատվության կարող է հանգեցնել, մասնավորապես այն իրավիճակում, երբ անձը ոչնչացնում է իր գույքը կամ ակնհայտ կեղծ կամ շինծու գործակներ կնքելու եղանակով գույքի նվազման գործողություն է կատարում։ Օրինակ, իր գույքը նվիրատվություն է կատարում իր ընկերներին, բարեկամներին, պայմանագիր է կնքում գույքի վաճառքի, թեկուզ առևուտ շուկայական գնով, սակայն գումարն իրականում իրեն չի վճարվում։ Գույքը իրականում ինքը որևէ մեկին չի փոխանցում, շարունակում է գույքը տնօրինել եւ գումարը չվճարել, կամ գումարը վճարում է, հետո նորից այդ գումարը հետ է ստանում, գույքը շարունակում է տնօրինել։ Այսինքն նման իրավիճակները բնականաբար շատ ռիսկային են եւ վտանգավոր, երբ որ անձը իր բոլոր գույքերից ազատվում է սնանկության ճանապարհով գնալու եւ պարտավորությունից խուսափելու համար։ Եվ մենք նախորդ հանդիպման ժամանակ խոսեցինք սնանկության կառավարչի լիազորության մասին գնալ այդ գույքերի հետևից, անհատույց փոխանցումները վերջին 5 տարվա ընթացքում, հատուցելի փոխանցումները 3 տարվա ընթացքում հետ բերելու ուղղությամբ, իսկ քրեական գործն ավելի վատ է քաղաքացու համար։ Քրեական գործի շրջանակներում վերջինս կարող է նույնիսկ ազատազրկման դատապարտվել, այսինքն այնպես չի, որ նա ինչ-որ ֆինանսական հետևանքով է ազատվելու, նա կարող է ազատազրկման դատապարտվել, ես քրեական իրավունքի մասնագետ չեմ, գուցե կսխալվեմ, բայց կարծես թե կանխամտածված սնանկության համար պատժի չափը այնտեղ մի քանի կա ազատության սահմանափակում առավելագույնը 3 տարի ժամկետով եւ կա նաեւ ազատազրկում 1-ից 4 տարի ժամկետով։ Խրախուսող նորմ կա նաեւ կանխամտածված սնանկության դեպքում, եթե անձը բոլոր տվյալ պարտքերը տույժերով վերականգնի, ապա վերջինս կազատվի պատասխանատվությունից։ Շատ լավ։ Եկեք խոսենք հենց կանխամտածված սնանկության տարերից։ Ինչ է պետք, որն է հենց կանխամտածված սնանկությունը եւ ինչ քայլեր կարող են դատանի համար բավարար լինել հասկանալու, որ այստեղ այնուամենայնիվ այդ հանցագործության տեսակն առկա է։ Նշեմ, որ կանխամտածված սնանկությունը սնանկության օրենքում ուրիշ երևույթ է, քրեական օրենսգրքում ուրիշ երևույթ է, այսինքն դրա խիստ իրավական լեզվով ասած օբյեկտիվ կողմի որոշակի տարբերություններ կան, լայն առումով համընկնում են։ Օրինակ իրավաբանական անձի պարագայում, երբ որ իրավաբանական անձի մարմինները, ղեկավարները, մասնակիցներն ստեղծում այդ իրավիճակը եւ սնանկության մասնօրենքի 8-րդ հոդվածը այնպես է ձևակերպված, կարծես դա իրավաբանական անձին է ավելի շատ վերաբերում։ Քրեական օրենսգրքի կանխամտածված սնանկությունը վերտարությամբ հոդվածը վերաբերում է թե իրավաբանական անձանց եւ թե ֆիզիկական անձանց։ Տարերը որոնք են, ես նշեցի մի քանի օրինակ, երբ անձը առաջին հերթին օբյեկտիվ, իրավիճակը դիտարկենք, դատարանի աչքերով փորձենք դիտարկել, երբ որ արդեն պայմանական քրեական գործը հարուցվել է, նախաքննությունը ավարտվել է, գործը հանձնվել է դատարան եւ դատարանում արդեն ապացուցողական գործընթաց է ծավալվում անձի մեղավորությունը հաստատելու համար։ Ինչ պետք է պարզ լինի։ Առաջինը օբյեկտիվ իրավիճակը։ Օրինակ, երբ է առաջ դրվել հարկային պարտավորությունը, ինչ գումարի մասին է խոսքը, հարկային պարտավորությունը առաջ դրելու պահին տվյալ անձը ինչ ֆինանսական գույքանդրություն է ունեցել եւ որ պահից սկսած է վերջինս սկսել իր գույքերի օտարման գործընթացները եւ ինչ բնույթ են դրանք կրել, արդյոք դրանք նորմալ բնականon ընթացք են ունեցել, թե անոմալ երևույթներ են եղել։
օրինակները կարող են բազմաթիվ լինել։ Օրինակ, մեկ ամսվա ընթացքում ազատվել է իր բոլոր գույքերից, կամ թեկուզ 1 տարվա ընթացքում ազատվել է բոլոր գույքերից։ Ազատվել է տեղի է ունեցել փուլային, օրինակ սկզբում ինքը նվիրել է իր օրինակ, չգիտեմ, ընտանիքի անդամը դա վաճառել է 3-րդ անձի, 3-րդ անձը վաճառել է այլ անձի, այսինքն փորձել են ստեղծել բարեխիղճ ձեռքբերողի հիմք, որպեսզի վերջապես գույքը ոչ մեկից ի վերջո չբռնագանձվի եւ մնա իրենց տնօրինության ներքո։ Կամ ի սկզբանե իր ֆինանսական դրությունը շատ լավ ա եղել, բայց ինքը օրինակ այդ հարկային պարտավորությունը չկատարելու համար, որը շատ մեծ գումար է, ստանձնել է վարկային պարտավորություններ, որոնք դիտավորյալ չի կատարել, կետանցա թույլ տվել, որպեսզի իր դեմ սնանկության գործընթաց նախաձեռնվի։ Շատ կարևոր է իմանալ, որ կանխամտածված սնանկություն ինքը նրա մասին չի, որ անձը ինքնասնանկացման դիմում է ներկայացել, ինքը ստեղծել է հիմք եւ ներկայացել։ Կանխամտածված սնանկությունը այդ սնանկության հիմքերի ստեղծումն է դիտավորյալ։ Հասկանալի է, մեր դեպքում փաստացի իրավիճակը այո, հենց այդպիսին է, ցավոք սրտի քաղաքացու դեպքում իրավիճակը հենց այդպիսին է եւ կարծես թե վերջինս էլ գիտակցում է դա։ Հենց տեքստի մեջ, հա, թե հիշողությունը չի դավաճանում, մենք տեսանք, որ պարտավորությունը կատարելուց խուսափելու համար է գույքերից ազատվել, ինչը արդեն իսկ ինչ որ չափով ինքնախոստովանական ցույց է։ Եվ ռիսկերի վերաբերյալ փաստացի իրեն տեղեկացրել են ու շատ ճիշտ են տեղեկացրել։ Նման իրավիճակներ են, որում շատ այս նկարագրած իրավիճակը շատ ակնհայտ է։ Ես նշեմ, որ կանխամտածված սնանկության դեպքերը շատ բարդ է բացահայտել։ Սա շատ բարձ իրավիճակ է։ Կան շատ բարդ իրավիճակներ, երբ որ այդ հիմքերը ստեղծվում են բարդ, փուլային, մտածված, տարբեր ֆինանսական գործիքների, միջանկյալ գործիքների, գործարքների արդյունքում, երբ որ իրավիճակը շատ բնական է, հատկապես եւ խոսքը վերաբերում է իրավաբանական անձանց։ Այսինքն ակտիվները այնպես են տեղափոխվում տվյալ իրավաբանական անձից վերջնական հարուներին, որ շատ դժվար է ցույց տալ, որ այդ իրավաբանական անձի մոտ կանխամտածված սնանկության հիմքեր են առաջացրել։ Այդ դեպքերը, այո, բավականին գործնականում շատ բարդ է բացահայտել։ Առաջարկում եմ զգուշացում, հորդոր այն քաղաքացիներին, ովքեր հայտնվել են նման իրավիճակում, ինչ քայլեր պետք է անեն նրանք, ինչ գործընթաց իրենց կարող է սպասել ապագայում, ռիսկեր, որոնցից պետք է զգուշանան։ Նախ նշեմ, որ առաջին հերթին միշտ տվյալ իրավիճակներում անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը։ Սա առաջի քայլն է։ Երբեք ինքնագործունեությամբ չզբաղվել, հաշվի առնելով, որ սնանկության ոլորտը բարդ է, բազմաշերտ է եւ տվյալ ոլորտում շատ մասնակիցներ կան։ Կա պարտապանը, պարտատերը, սնանկության կառավարիչը, իրավաբանները, ընկերության տնօրենը, մասնակիցները եւ այլն։ Այսինքն շատ շահեր են բախվում եւ մտածել թե հնարավոր է պարզապես գույքեր թաքցնելով կամ դրանք շինծու եւ կեղծ գործակներով օտարելով ազատվել պարտավորությունների կատարումից ճիշտ չէ, դա կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության եւ նաեւ անհրաժեշտ է շատ կարեւոր բան եւս իմանալ, որ եթե ի վերջո չկա այդ պարտավորությունը կատարելու հնարավորություն, այսինքն պարտավորությունը օրինական ուժի մեջ մտած դատական ակտով կհաստատվի տվյալ օրինակով, հա, վերջնական կհաստատվի բողոքարկման արդյունքում եւ անձը ուզում է բարեխիղճ լինել, ապա գուցե հենց ինքը վստահի այդ սնանկության գործընթացին եւ ինքը գնա այդ ճանապարհով, փորձելով ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնել, հարկային մարմնի հետ վճարման ժամանակացույց համաձայնեցնել եւ նույնիսկ կարող է գույքերի օտարմանը չհասնել։ Ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում կարող է վերջինս վարկ վերցնել, վարկի միջոցով հարկային պարտավորություն մարել, հետո նոր անցում կատարել վարկի մարմանը։ Այսինքն սնանկությունը օրինական քայլեր, որոնք պետք է կատարել։ Սնանկությունը գործիք է, որը կարելի է օգտագործել տվյալ իրավիճակներում ոչ թե խուսափելու պարտավորության կատարումից, այլ կատարելու պարտավորություն։ Կատարելու պարտավորությունը գրագետ, առանց որևէ ռիսկերի եւ առանց հետևանքների իրավական։ Շնորհակալ եմ կրկին մեծ հրավեր ընդունելու համար, վստահ եմ, որ մեր քաղաքացին լսեց մեզ, դասեր քաղեց, լսեցին նաեւ այն հեռուստադիտողները, ովքեր հայտնվել են նմանատիպ իրավիճակներում եւ հասկացան, թե ինչ օրինական քայլերի կարող են դիմել իրավիճակը լուծելու համար եւ իրավիճակից դուրս գալու համար։ Իսկ ես կրկին հիշեցնում եմ, որ այնինչ որ այստեղ քննարկվում է, կարեւոր է իմանալ։
Քրեական օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն կանխամտածված սնանկությունը ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա անունից հանդես գալու իրավունք ունեցող անձի, իրավաբանական անձի, հիմնադիրների, մասնակիցների, իրավաբանական անձի անունից օրենսդրությամբ սահմանված կարգով հանդես գալու կամ նրան պարտադիր կատարման ենթակա ցուցում տալու կամ որոշումը կանխորոշելու հնարավորություն ունեցող անձի կամ մարմնի կողմից սեփականությամբ տվյալ ֆիզիկական անձին, անհատ ձեռնարկատիրոջը կամ իրավաբանական անձին պատկանող գույքը ոչնչացնելու, ակնհայտ կեղծ կամ շինծու գործարքներ կնքելու կամ այլ եղանակով անվճարունակության հատկանիշների կանխամտածված ստեղծումը կամ դրանց չափի ավելացումը սեփական կամ այլ անձի շահերից ելնելով, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, պատժվում է ազատության սահմանափակմամբ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ կարճաժամկետ ազատազրկմամբ առավելագույնը 2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ 1-ից 4 տարի ժամկետով։ Սույն հոդվածի երկրորդ մասը սահմանում է, որ նշված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված գույքային վնասը եւ հաշվարկված տույժերը։ Կանխամտածված անվճարունակության հատկանիշների պարագայում հիշյալ հոդվածով քրեական պատասխանատվությունը վրա է հասնում ոչ միայն դատարանի վճռով սնանկ ճանաչվելուց հետո, այլև մինչ այդ անվճարունակության հատկանիշներ ստեղծած լինելու դեպքում։ Հարկ է նաեւ նշել, որ անվճարունակության հատկանիշներ ստեղծելը չի նշանակում միայն սնանկության մասին օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանցի պարտադիր առկայությունը, քանի որ անձը կարող է դիտավորյալ գործողություններով ստեղծել անվճարունակության հատկանիշներ, որոնք ակնհայտորեն հանգեցնելու են պարտավորության 90-օրյա կետանցի, իսկ վերջնական նպատակն է սնանկ ճանաչվելը։ Հետևություն. կանխամտածված անվճարունակության հատկանիշների առկայության դեպքում, անկախ նրանից, թե պարտավորությունների 90-օրյա կետանցն առկա է, թե ոչ, անձը ենթակա է քրեական պատասխանատվության քրեական օրենսգրքի 288-րդ հոդվածով։ Հասարակական անդորն ու խաղաղությունը պահպանելու համար նախ եւ առաջ պետք է ազատվել ատելությունից։ Ամեն անգամ, երբ մեր եթերի ընթացքում ներկայացնում եմ ցավալի եւ ողբերգական դեպքեր, հասկանում եմ, որ մենք խորանում ենք մի անդունդ, որտեղից դուրս գալն այլևս անհնարին է լինելու։ Փողոց ես դուրս գալիս, շրջում, մեքենա վարում, հասկանում ես, որ ուր որ է մի ավել ազդանշանի կամ մի երկար նայվածքի պատճառով իրար կհոշոտեն։ Էլ չասեմ սոցիալական հարթակների մասին։ Բոլորը բոլորին ատում են։ Ժամանակն է կանգ առնել։ Մեր երեխաներն արժանի չեն մեծանալու այս ատելության հորձանուտում։ Չէ՞ որ այդ զգացմունքն է ծնում հանցավոր մտքեր, որոնք էլ հետագայում դառնում են գործողություններ։ Իրավիճակը սկսիր փոխել հենց դու, ներելով, զիջելով, ժպտալով ու սիրելով։ Սա է ճանապարհը դեպի լույսը։ Սա է ճանապարհը ստեղծելու այնպիսի հասարակություն, որտեղ հանցանքի հետքով շարժվելու առիթներ քիչ կլինեն, իսկ մինչ այդ երազանքին հասնելը հիշեցնեմ, որ մեզ հետ կապ հաստատելու համար կարող եք զանգ տալ նշված հեռախոսահամարներին կամ գրել մեր Facebook-յան ու Instagram-յան էջերին, հիշելով, որ մենք միշտ պատրաստ ենք ձեզ օգտակար լինելու համար շարժվել հանցանքի հետքով։